Ողջույն բոլորին սիրելիներս։ Ես ուզեցի սկսել նոր վլոգը, դուրս եմ եկել զբոսանքի։ Այսօր տանը մաքրության օր էր։ Մոտ 5 ժամ տրամադրել եմ տների մաքրությանը։ Պատկերացրեք ինչքան հոգնած եմ։ Չեմ մարզվել, որովհետև դա պալնացելնի մարզում էր։ Լոգանք ընդունեցի։ Հիմա հարդարվեցի ու դուրս եկա։ Երեկոյա կարելի է ասել, ինչպես նաև կադրից կարող եք ենթադրել, բայց որոշեցի դուրս գալ քայլել։ Կարիք ունեի զբոսանքի, մի փոքր մտորելու։ Ուզում եմ գնամ մի հատ իմ համար բլյումում վերցնեմ։ Սուրճ շոտը չի ուզում, ճիշտս ավելի զովացնող մի բան ա ուզում, իսկ դա զովացնում ա բավական։ Արևը մեջքից սանգնում։ Արվեստ տեխնիկական խնդիրներ կան, չեն սպասարկում, ես ասում եմ, ինչ ազատ տարածք։ Ոչինչ, կգնամ ուրիշ բաժին, ուրիշ կետից կգնեմ, խնդիր չեմ տեսնում։ Այդ փողոցը անցնեմ, այստեղ շատ կարճ է վայրկյանները։ Մամա, երեխեք ջան, բավական երկար սպասեցի սուրճիս, վերցրեցի, սուրճ չի, այս անգամ strawberry frappuccino վերցրեցի, ասեցի նոր բան փորձեմ, մի ժամ սպասեցի։ Աղջիկները ասում են, կարանք դες հետ նկարվենք, առանց դեմքից նայելու, նկարվում ես, ընդ շատ չոր, էլի առանց դեմքից նայելու, մերսի։ Ու գնում են, այդ պայն ինձ հարց է հետաքրքրում։ Իրանք սիրում են քեզ որպես բլոգեր, որտեվ ես չգիտեմ, գտնում եմ ուրիշ ռեակցիա են էլի տալիս, երբ որ սիրում են, թե զուտ պրոստը, նպես ասած հայտնի է ինչ-որ բլոգերա, մի հատ հետը ֆոտո ունենամ։ Այդ չհասկացա, որովհետև կարծում եմ, որ ավելի գեղեցիկ է երկու բառ խոսել իրար աչքերի մեջ նայելու, հետո ֆոտոն ես միշտ երբեք չեմ մերժում ոչ մեկի, եթե անգամ տրամադրված չեմ ֆոտո անելու, ինչպես այսօր, հա։ Բայց նման ռեակցիաները մի քիչ ինձ համար անհասկանալի են։ Երեխեք ջան, եկա հասա իմ սիրած այգին, ջուր խմեցի ու հասկացա, որ Սյոժը պիտի գնալ, որտեվ եղանակը իրոք սպառնում է անձրև ամպրոպով։ Իմ գանգուր մազերը անձրևից թրջել Ուժս, ինձ թվում էր անձրևի տակ, ռոմանտիկը քայլեմ, բայց անձրևը էնենց հա ուժեղացել, ճպճպում եմ, ու այդտեղ չկա թաքնվելու, всё գնում եմ տուն, ծառի տակ կանգնեցի, որովհետև ուզում եմ միասին ձայնագրեմ, անջատվում անձրևի կաթիլից հեռախոսս։ Խորենից ավսյանկա եմ ուզել, երեխեք, այս անգամ բերել է սենց ցայր ֆիրմայից, առաջի անգամ եմ փորձում։ Խանութից ասեց 6 զլակով կա ու 7 զլակով, ես 7-ն եմ ուզել, հիմա նստած ուսումնասիրում էի, այստեղ ավյոս, փշինիցը, յիչմեն, ռոշ, ռոշը ինչ է? Ռոշը աշորանն է։ Աշորը, գրիչիխը, կուկուրուզը, փշինո, ես չգիտեմ, կհավանեմ, չեմ հավանի, բայց 5 րոպե եփելով պատրաստվում է, չգիտեմ, տեսնենք, սենց առողջ սնունդ եմ, որ հիմա հնարավորինս պատրաստում իմ ու ընտանիքի համար։ Տենց այս տիպի բաներ մեկ-մեկ պետք է գալի նախաճաշին, փորձենք, տեսնենք ինչ կլինի, լավ կլինի, վատ կլինի, այդ արդեն կերևա։ Խորենը գնումներ էր արել, ասեցի ցույց տամ, ճիշտ է մարզվում են, բայց մի հատ ցույց տամ նոր դնեմ սառնարան, այստեղ տարբեր բանջարեղեններ եմ ուզել, մեր կյանքում բանջարեղեններն ու մրգերը հիմա դոմինանտ են, ուրեմն այստեղ խոր 2 կիլո էս բերել, ուզել էի հավի, աղացած միս ու տավարի, զագատով կաներ կանեմ կոտլետի համար, հավի կոտլետ, չգիտեմ վերջի անգամ երբ եմ սարքել, ասեցի աղա, որ սարքեմ, հավկիթ ա բերել, ձեռքերի հեղուկ օջար, զուգանի թուղթ, սենց մի երկու բան, բայց կոտլետը միասին կհամեմենք կսարքենք, մի կիլոն կսարքեմ, չէ, հավի մի կիլոն կսարքեմ, իսկ մնացած 3 կիլոն արդեն առանձին բաներով կդնեմ մարազիլկա հետոյի համար, քանի դեռ տոնուսի մեջ եմ վազեմ մարզվեմ, հետո կշարունակենք։
երեխեք ջան, նախորդող կարդերում դուք տեսակ են ինչ-որ տեսակ, այստեղ սոխն ու սամիթը հիմա այս բլենդում եմ, ճիշտ այն բլենդերը մի քիչ թույլ է ու ջանք է պահանջում, բայց հիմա կադրից դուրս բլենդեմ ու գանք սա ևս ավելացնենք մեր զանգվածի վրա։ Այստեղ մի փոքր ջուր, սամիթ եւ սոխ զանգվածն է, որը լցվում է այստեղ։ Ձեռքերս մաքուր են, լվացված են։ Ավելացնում ենք այստեղ աղ, աչկա չափով, հուսամ շատ չէր, սև պղպեղ, կարմիր պղպեղ քաղցր, քանի որ երեխեքներ են ուտելու։ Երեխեք, այստեղ կավելացնենք 3 հավկիթ, համ սպիտակուցներով կհարստացնենք, հավկիթները լվացել եմ, համ սպիտակուցներով կհարստացնենք, համ էլ, այսպես ասած, կպչունությունը կապահովենք։ Այս էլ 3։ Տեսնում եք ինչ հրաշք բան է ստացվել երեխեք։ Ահա երեխեք ջան, վերջ, այստեղ կարայի ես հանգիստ գազար չլցնեի, հանգիստ, կամ էլ բլենդեի գազարը, բայց ես ուզեցի հենց այս տարբերակով այս անգամ պատրաստել, իրագույնը պայմանավորված է սամիթի կանաչով, բայց մենք վստահ ենք, որ շատ համեղ է ստացվելու, ալյուր, մալյուր, ուրիշ բաներ ես չեմ ավելացնում, գիտեմ, որ տարատեսակ ձևեր կան, ամեն մեկ իր ձևով է պատրաստում, այս անգամ այսպես կպատրաստենք։ Ես կոտլետը պատտեցի, այսպես ցույց տամ, որ դուք էլ տեսնեք ինչ ախորժելի տեսք ունի։ Հիմա կափարիչը կփակենք, ինքը ջուր է դուրս տալիս, так что կստացվի կիսա տապակած, կիսա շոգեխաշված։ Այս էլ իմ զագատովկաների տեսքն է լինելու, տախտակի վրա ֆոլգա եմ փռում, ֆոլգայի վրա կոտլետները եւ այսպես լավ ծածկում եմ, որ մարադիվկայի համ չկպնի։ Այս կլինի զագատովկան, իսկ այս ինչ մնացել է դեռ ես հիմա կսարքեմ էլի։ Եվ այս մեկ թավայի հաստատ դուրս կգա, այնպես որ այսօր ասում եք տավարի մսին։ Ուր ենք եկել։ Այսօր վերջապես եկել ենք Դավուկայի այն պակաս պրած շորերը առնենք, իհարկե արծիին էլ կա առնելու բան, բայց Արտաշեսս որպես մեծ տղա մնացել է տանը մենակ, ես պապան ու Դավն ենք եկել։ Արի գնանք արևս, տաքսիով եկանք, որտեղ մետրոն պրոբլեմա, մի քարտով մի հատ է լինում անցկացնել ու գալը կարաս եղեք մի հատ հավես խանութ գտա, ահագին բան գնեցինք, ինչ որ պետք էր, դեռ մի հատ տաբատ պետք է գտնել, որտեվ այստեղ մի հատ առա, ինձ 2 հատ է պետք մինիմում, Դավին ժամացույց ենք վերցրել, խորենի խնդրեցի մտնին նույնից արծին է վերցնի, այդ բան չենք ֆայմել, արի մոտ արևս, չեմ ուզում մարդկանց նկարեմ, դրա համար եմ այստեղ պահում։ Չենք ֆայմել այդ բանն, ասեցի խոր Արտաշեսս նեղվելու է իրան է վերցրու, գնաց պապան վերցրեց, հա, գնանք խորս։ Մենք մտանք երկրորդ խանութ, ինչ պակասեր առանք, Դավն էլ է իրան սուրճ պատվին ու սուրճի բլումունը պատվիրել, հեսա կստանանք ու կմնան ներքնաշորերը դա արդեն մեր մոտի հանրախանութից։ Անհամբեր սպասում է, ինչ եղավ։ Էնա գալիս է։ Հարցնում են ձեր անունը, ասում է Դավիթ։ Դավին շոկոլադկա հյուրասիրեցին նաև։ Արագի մեջ իրացրեց այդ շոկոլադը։ Դե նայ, դիմացդ նայ։ Հահա, Դավուկաս։ Ասում եմ կոնֆետը կերար, հիմա անալի է լինելու այդ բլումուն։ Մենակ սառն է, հա, կամաց խմի։ Համով, հա։ Շատ համով կոֆե է այս։ Համով, հա։ Հա։ Այդ համով չէ։ Էս էլ իմն է։ Արի դե։ Մամա ինձնից հեռու գնա, որ մտածեն ես մենակ եմ։ Խորենը մտավ մի րոպեով ներս, արի ես քո մանկյունում կանգնի։ Քայլելով ենք իջնում, երեխեք ջան, Դավիթ արի։ Մի անգամից անի հանրախանութ կմտնենք, այդ կիսատ պրատ բաներն էլ կառնենք, որ իմանանք վсё էլի այդ հարցերում։ Թե չէ որ գիտեի, հա, բաներ կան պակաս, տաբատներից մեկը բացկույնի եմ առել, հուսամ դպրոցում կարելի է բաց ջինս, որտեղ չկար մուկ, նորմալ Դավի հակով, Դավս է փոքրիկ է վсё-таки 6 հոկտեմբերին է լրանում։ Չկա իր ռազմերով այդ
Ինչ-որ նորմալ դպրոցի շարվար, մի հատ կլասիկ ոտ տենց սև վերցել եմ, հետ մեկն էլ բաց կապույտ ջինս է, հիմա կթողնեն, չեն թողնի, կթողնեն։ Սիրելիներս, մենք արդեն տանն ենք, ուզում եմ հանգիստ նայենք մեր գնումները։ Ինչ եմ վերցրել Դավի համար, պիտի ասեմ, որ հանրախանութում 20,000-ից ավել թողել ենք միայն տրուսիկ մայկան ասկի վրա, որտեվ լավ ֆիրմայից եմ առնում, ճիշտ է թանկ է, մի տրուսիկը պիտի դա 1,600 է, բայց շատ երկար հագնում են, դրա համար այդ ֆիրմայից ենք վերցնում։ Սա ջինսն է, որը Դավի համար է, ինչ շալվար որ առել ենք Դավին, բնական է պետք է կարճացնենք, որովհետև իր հակով չկա։ Դավին վերցրել ենք նաև մի րոպե, այսպիսի սարոջկա, շատ դուրս եկավ մատերիալը, սենց թեթև, հով, բամբակյա ու հիմնականում իր սարոջկաներն այնպես են վերցրել, որ թևը ծալովի կոճակով կոճկովի է, իսկ աշունը կարելի է քանդել, այսինքն ունիվերսալ։ Այսպես սիրուն ինձ թվում է հարմար, դպրոցի համար։ Նայեք մատերիալը ինչ փափուկ, բամբակյա, սենց շնչող ոնց որ լինի, այսպես։ Հիմա հաջորդը ինչ ենք վերցրել։ Այն խանութը, որը նոր բացահայտեցինք, ինձ թվում է մի քիչ բայց թանկ է, գիտեք այս խանութը։ 5.7 էր այս ռուբաշկան։ Ինչ եմ ասում, որտեղ կան խանութներ ավելի էժան կգտնես, բայց դե միգուցե որակի տարբերություն է։ Էլաստիկ, այս Արտաշեսի համար եմ վերցրել, սենց կնոպկաներով է, բալես քոնն է։ Սենց բավականին սենց փափուկ մատերիալ է։ Որ Ես ճիշտ աշնան համար եմ վերցրել, ուղղակի հավանեցի, մի անգամից վերցրեցի, արժեքը 6.5 է երեխեք, հաստ բավականին, որ աշունը ինչ ձմեռն էլ, սպիտակ ասենք երկարաթև ու վրայից սա շատ հանգիստ ու հարմար կարա հագնի, չէ բալեցեցի Դավինն է, սա մեծը չկար, սրանք փոքր էին ավելի։ Հաջորդը այս Դավին եմ վերցրել, այս տարբերակով։ Արտաշեսս նախորդ տարվանից ունի բաներ, դրա համար իրանը ավելի քիչ է, հա, վերցրել եմ, որովհետև լավ վիճակում լրիվ ունի։ Բայց էլի իրան էլ ահագին այն անգամ էլ, այս անգամ էլ առել ենք, так что հաստատ կհերիքի։ Եվ Դավի մյուս տաբատը, որ էլի պիտի կարճացնենք, մի քիչ ես մասում լայն էր, բայց տեղ թողեցի, ասեցի, մամաների պես մեծ տարիքում կհագնի։ Այսպես սենց կտորի, հա։ Սրա արժեքը ինչքան էր։ 7.5 էլ էս է, դե ես կհանեմ ես, էստեղ ձգով ու իբան կա իրա մեջ, թե չէ, ապսոս որ չկա, գիտեք, այդ ձգեր։ Դավիթը, բայ աստված, դու ինչ ես ուզում ինձնից։ Ինչ խաղալու բան։ Դու հիշում ես, որ դու մի հատ բան ես ու ալես։ Որ ինչ ենք առել իրան խաղ։ Հա։ Լավ։ Լավ, հեսա կտա, ոյ մի հատ վերցրու դու, մի հատ գրքի կազմ Արտաշեսիների զապաս։ Տուր, ուրեմ ինչ եմ առել երեխեք, այս տիպի մայկաներ, այս տիպի, լավն էլ ես բանից է, Ալեքս ֆիրմա, չէ, Դանիա, ես գիտեի Ալեքս եմ առել, Դանիա կոչվում, էլի, 900 քանից է մի հատը, այսպես ամեն մեկին 3 հատ կարծեմ, հելը մի հատ տեսնեմ 3 հատ եմ ամեն մեկից առել։ Հա, չէ, ես Դավի ֆիզկուլտին եմ առել, ֆիզկուլտին ուզում ես սովորական կիսափետ սպիտակ մայկա։ Երբ Արտաշեսին բայց մի հատ եմ վերցրել հիշելով։ Ես հիշում եմ, որ հավասար եմ առել։ Հա, հեսա։ Այդ խաղը Դավը իրան է վերցրել։ Հա, դե գնանք խաղանք։ Այսօր երեք առաջի դասարանի մի հատ է կազմ եմ վերցրել։ Ես Սամակլյուշի կազմերը չեմ սիմ։ Ու վերցրել եմ շատ խառը նասկիներ, համ Ալեքս ֆիրմայից եմ վերցրել, ամենատարբեր, հա, երկուսին էլ լիքը վերցրել եմ, ու լիքը ասած, դերի մի 4 հատ, հա, կամ միգուցե 5, որտեղ նասկիներ են բանն են, որ շատ պետք են, փոխար, տնային, այ հիմա կոստոնադը, խորեն իր համարա վերցրել ներքնաշորել, դա ձեզ քիչ չեմ տալիս, և Արտաշես նայք քո համար եմ վերցրել, այսրան շատ լավն են, հատը 1600 կարգի է, բայց շատ երկար, բալ կապուտի մեջ փոքր ռազմեր չկար։ Դուզ ես դրանց տրոզ է, բանը դրա կարեկցան եմ հավախում։ Ամեն մեկին, ամեն մեկին առել եմ, շատ լավն են, սիմպատիքն են, ես էլ է պապային է, այսպես,
Այս 1400-ը, մետրերը 1600 Այսպես Մուկ կապույտ Ու խոսքով երեխեք ջան, այս հանրախանութինը առանցին մենակ 20,000 անց էր, ընդեղ էլ չեմ ուզում հաշվեմ, կարոչ երեխեք ջան, երեխաներ ճանապարհեն դպրոց, նշանակում է ծախսեր, ծախսեր, ծախսեր և էլի ծախսեր